նույն Սամվել Կարապետյանը տեսեք ինքը ինչ է անում։ Իսկապես Սամվել Կարապետյանի նամակների մեջ ես ինչն եմ ուշադրություն դարձնում։ Մարդը խոսում է ապագայի մասին։ Այո։ Ապագա, որտեղ Նիկոլը տեղ չունի, որտեղ Նիկոլը չկա։ Այսինքն վերջապես մի process-ը հիմա եղել Հայաստանում կապ չունի, ինչքան էլ բացասական նայենք, ես չէի ցանկանա, որ Սամվել Կարապետյանը կես ժամով էլ նստի, վերջը մարդը մեծ բարեր արի, իսկապես շատ մեծ բարեր արի։ Անդաղ նայած, գիտեք, սիրենք չսիրենք այդ մարդուն, անդաղ նայած։ Այդ մարդը արածը, ասենք, Եղունգի կեսի չափը իրանք չունեն արած, հա։ Իրանք չունեն, իրանք բացի որ պետական բյուջեն գրփում են, թրփում են պատավատներով, չգիտեմ, վայելում են պետական բյուջե ինք ձեր քերդինքի հաշվին, իրանք ինչ են ստեղծել, մի հատ հավելյալ արժեք ստեղծել են այս երկրի համար, չեն ստեղծել, բացարձակապես, բայց այն մարդը ոչ միայն ստեղծել է, այլ ուրիշ տեղ իր ստեղծածը բերում այստեղ բարեգործություն անում, ու հազար մի, հա, հետո տեսեք, որ չեն խոսում, թուրք կարծիք է, երեք մի լավ, ոնց ասեմ, հարազատ մարդու հետ խոսում եմ, ասում է, ինչ է, դե Արցախում հիվանդանոց է սարքել, ուրիշ ինչ արի։ Այսինքն չեն էլ խոսել իրանց արածի մասին։ Ասեմ հարյուրավոր Ջավախցի ուսանողների ուսման վարձն է հովանավորել։ Մեկը դա ես գիտեմ օրինակ, հարյուրավոր, հազարներով, հա։ Քիչ բանը, հա, ասում է, եթե դա արել է, ուրեմն շատ բաներ այս մարդը արել, հա, հիմա բան չանենք, այս մարդու արածը թող իր շրջապատը ներկայացնի, բայց մենք անդրադառնանք այս փոքրիկ խմբակի արած իրենք ոչ մի բան չեն արել, ինչ են անում, նայրիդի մնացած խողովակները ժանգոտած, ծախում են, փող են սարքում, ինչ են անում, մաքսանենգորեն սիգարետ են դանում, մաքսանենք սիգարետ են դանում, երեք տեսանք մաքսանենք ճանապարհով ալմազ են բերել, ամբողջ արածը փող աշխատելն է, այսինքն իրանք իրանց իշխանությունը որ պետք է զբաղվեր թոշակառուների հարցով, հիմա կանադարմանք, ուսուցիչների հարցով, զինվորականների հարցով, 44 օրյա վիրավորվածների հարցով եւ այլն, գյուղացու հարցով, գյուղացի բերքի իրացման հարցով, իրենք զբաղված են քաղաքական հետապնդումներով, իրենց աթոռը պաշտպանելով, բիզնես անելով, օգտվելով առիթից, որ իրենք են այս երկրի իշխանությունը, մաքսանենք ճանապարհով ապրանք տանեն, մաքսանենք ճանապարհով ապրանք բերեն, թմրամոլությունը հելել է, խեղդում է արդեն ամեն ուրեք, հա, այսպես, ինչ են արել իրանք։ Իրենք ոնց կարող են այսքան անլուրջ վերաբերվել ամեն ինչի հետ եւ վերջը Facebook-ով հրաման տան մարդ ձերբակալելու, Facebook-ային արդարադատության հրաման տան։